Ողջույններ, շատ բարի երեկո, ուզում եմ ակնարկ կատարել որոշակի գեոքաղաքական իրադարձությունների շուրջ, այն է, ինչ տեղի ունեցավ թվացյալ Իրան-ԱՄՆ հակամարտության վերջում, ճակերտներում վերջում, այն է, ինչ է տեղի ունենում Գրինլանդիայի հետ կապված եւ որտեղ եմ ես տեսնում վտանգը ուղղված ընդդեմ Ռուսաստանի Դաշնության եւ վերջապես այս երկու կիզակետերում ես ակնկալում եմ որոշակի ոչ դրական զարգացումներ, ինչի համար եւ փոքրիկ տեսանյութով կփորձեմ անդրադառնալ դրան, ինչպես նաեւ երևի կփորձեմ անդրադառնալ մեր դերակատարմանը այս ամենում։ Ուրեմն թվում է թե ավարտվել են ռազմական գործողությունների այսպես սպառնալիքները, բայց միայն այդտեղ է վերջանում պատմությունը, այսինքն այդ խոսույթի տոնայնությունը նվազեցված է ամենի կողմից, որովհետև իրենք ուրեմն նախապատրաստվել էին, որ տեղի կունենա Սիրիայի պես իրադարձություն եւ պատրաստվում էին Իրանում նույնը կատարել եւ չեն հաշվարկել, որ Չինաստանի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի համակարգված հետախուզական աշխատանքի շնորհիվ, նաեւ Իրանի միանգամայն այլ որակի նախապատրաստված լինելու ռազմական առումով շնորհիվ նրանք չեն կարողանալու իրականացնել իրենց ծրագրերը այդպիսի հեշտությամբ, սակայն տոնայնությունը, որով Նետանյահուն եւ Տրամպը նախապատրաստվել էին եւ այդ ամբողջ ընթացքում ցույցերի հայտարարություններ էին անում, ցույց էր տալիս, որ իրենք ուրեմն նախապատրաստվել են նույն սցենարի, նույն դյուրությամբ, ինչպես որ տեղի ունեցել Սիրիայում եւ դրանից օրեր առաջ կատարված Վենեսուելայի իրադարձությունները եւս այսպես տեղի տվեցին մտածելու, որ այնտեղ եւս ինչ որ այսպես Սիրիայի պես սցենար է եղել, այստեղ ուղղակի հարց է առաջանում, թե տվյալ երկրներում, որտեղ սիրիական սցենարը գործում է, ինչպիսի համագործակցություն են ցուցաբերել այդ երկրների ոչ միայն բուն ղեկավարները, այլ քաղաքական ռազմական էլիտան, որքանով են ներդաշնակ միասին աշխատելիս եղել եւ որքանով են ճիշտ կերպով ներգրավել ռուսական, չինական կողմերին իրենց շահերը պաշտպանելու համար, արդեն որոշակի այսպես փորձագետներ, ամերիկյան ռազմագետներ այդ հարցը բարձրացնում են, որովհետև Իրանի դեպքում միանգամայն այլ որակի հակամարտություն է ստացել ԱՄՆ եւ Starlink-ի անջատման գործոնը 90%-ով չգործելու գործոնը դարձավ կարևոր դերակատարներից մեկը այս դեպքում, ուրեմն պատճառելով ինֆլյացիա Իրանի ներքին շուկայում, ԱՄՆ եւ Իսրայելը հետամուտ են եղել որոշակի անկայունության ցույցերի եւ այլնի սկզբի եւ արդեն ամիսներ շարունակ ներդրած են եղել իրենց գործակալական ցանցերին, դրանց շարքերում ահաբեկչական կազմակերպություններ, թե քրդական, թե իգիլական, նրանց նախապատրաստել են ինչ զինատեսակներով, ինչպիսի գործողություններ կատարեն, Ուկրաինայի սցենարն էլ է այստեղ գործել եւ պետք է որ այդ ցույցերի արդեն բռնի բնույթի դեպքում բավականին մեծ քանակի զոհեր լինեն, որով պետք է ԱՄՆ արդարացներ իր օդային թիրախավորված հարվածը։ Վենեսուելայից հետո վարանումը Վենեսուելայում անմիջապես իշխանափոխություն կատարել, անմիջապես բերել Մաչադոին դնել, դա պայմանավորված էր նաև նրանով, որ ԿՀՎ-ի հաշվարկներով Մաչադոն իսկապես չունի այդպիսի աջակցություն, ինքը դիտարկվում է որպես էլիտիստ, որպես ամերիկյան կապիտալիզմի, մոնոպոլիստական կապիտալիզմի, որը շատ ցավոտ հիշողություններ է արթնացնում ընդհանուր Լատինական Ամերիկայում, այդ էլիտայի ներկայացուցիչը եւ նրանք հաշվարկել են, որ քաոսը բավականին մեծ է լինելու եւ 30 միլիոնանոց երկիր է Վենեսուելան եւ նրա աշխարհագրական առանձնահատկությունները այնքան դյուրություն չունեն, որքանով որ օրինակ նույն Սիրիան կամ նույն Իրաքը Եվ այնտեղ ուրեմն հասկացել են, որ չեն կարող միանգամից զորք մտցնել, այդպիսով իրենք այսպես տանում են այսպիսի գիծ, որ Իրաքից հետո, Իրաքի իրադարձություններից հետո այնտեղ մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Սադամ Հուսեյնի բաաթիստների հետ, ամբողջ պետական համակարգի հետ, այն ինչ որ կատարվել է միայն պետական համակարգի հետ չի եղել, այնտեղ ուղղակի առնվազն 1 միլիոն ազգաբնակչության կոտորած է եղել, ինչևէ, ինչ որ պայմանավորվածություններ անընդհատ օրինակ այսօր
Reuters-ը ներկայացրել է, որ ներքին գործերի նախարարի հետ Վենեսուելայի նախապես պայմանավորվածություն է եղել, որ երբ որ ԿՀՎ-ն իրագործի Պենտագոնի հետ միասին այդ հատուկ օպերացիան Մադուրոին առևանգելու, ապա նա չպետք է ներքին զորքերը ներգրավի, նա չպետք է գործարկի որոշակի գործառույթներ եւ այլն, մենք չգիտենք որքանով են ճշգրիտ այս նյութերը, հատկապես երբ որ խոսքը գնում է Reuters-ի աշխատանքի մասին Վենեսուելայում եւ Իրանում կամ նույն Սիրիայում, որտեղ իրենք այդքան էլ տեղի աղբյուրներ չունեն, մենք գիտենք, որ Reuters, New York Times, Wall Street Journal եւ հատկապես Axios նման գործողություններում համարվում են ԱՄՆ իշխանական թևի արտաքին քաղաքականության առումով նարատիվի պրոպագանդիստական թևը, ներքին քաղաքական հարցերի առումով ինչ իբրև թե տարաձայնություններ կարող են ունենալ, բայց այստեղ մենք տեսնում ենք այս հետաքրքիր օրինաչափությունը Reuters-ի մասին ասածս օրինակներից մեկն է, որտեղ մենք տեսնում ենք, որ Տրամփ փորձում է բաժանիր, որ իրենց քաղաքականություն վարել, ներկայացնել այնպիսի այդ երկիմաստ իրավիճակ, ինչպես որ մյուս ռեգիոնների մուլ գործողությունների հետևանքով է առաջանում, որ համ սրանց հետ է լավ, մեկ սրան է երես տալիս, մյուսին է իջեցնում, մյուսին է երես տալիս, մյուսին է իջեցնում, եւ հիշեցնեմ, որ նաեւ վերջին 2 օրերի ընթացքում Մաչադոն էր գտնվում Վաշինգտոնում, հանդիպում է ունեցել թե Տրամփի հետ, սենատորների հետ է հանդիպում ունեցել եւ նրա հետ հանդիպման անոնսը տրվել էր այն օրերին, երբ որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների թոհու բոհում Նետանյահուն Տրամփը հանրապետական սենատոր Տրամփի այսպես եթե Տրամփը շունիկն է, ապա շունիկի պոչը Լինձի Գրահամն է, ամբողջ իսրայելյան իշխանական թևը բնականաբար բոլորը այսպես շատ եւ Ռեզա Փահլավին իր կոչերով ժողովրդին ուղված իրենք բավականին այսպես հաստատակամ ձևով են խոսում, որ ահա ցուցարարները շուտով քաղաքներ են գրավելու, քաղաքների վարչական ուժային կենտրոններ են գրավելու եւ դա լինելու է ազատություն տենչացող մարդկանց ուրեմն զոհաբերության շնորհիվ եւ որքան այդ զոհերը շատ լինեն, այնքան ԱՄՆ գալիս է օգնելու, ԱՄՆ օգնությունը ճանապարհին է, մի վարանեք, դուրս եկեք, գոռացեք, կանչեք եւ այլն։ Այս տոնայնության շրջանակներում էր, որ հայտարարվեց, որ երեքշաբթի օրը հանդիպում է անցկացվելու, երեքշաբթի եմ ասում, շաբաթվա ընթացքում, դեռ միայն երեքշաբթի օրը չէր, հանդիպում է անցկացվելու գալիք շաբաթվա մեջ Վենեսուելայի ընդդիմադիր ղեկավար Մաչադոյի հետ, որը իբրև թե պատրաստ էր Նոբելյան մրցանակը տալ ամբողջ աշխարհի թիվ 1 նարցիսին այսօրվա պայմաններում ամենափսիխոպատ կերպարին իրեն նախորդածներն էլ պակաս փսիխոպատ չէին, բայց դա գալիս է այն ուժերից խորհրդային պետության, ովքեր հովանավորում են հաջորդ նախագահին, հերթական նախագահին ԱՄՆ, ինչպես նաև դրանով կանխորոշում են նաև Եվրոմիության քաղաքական էլիտայի գլխավոր ակտորներին լինեն իշխանություն, թե լինեն ընդդիմություն սրա մասին քիչ անց, ուրեմն այդ տոնայնության պայմաններում Մաչադոյի մասին հայտարարվել էր, երբ որ Մաչադոն եկավ, ասենք իր հանդիպումներից առաջ Տրամփի հետ կայանալիք, այդքան էլ ուրեմն ինքնավստահ չէր խոսում, ուներ որոշակի վարանումներ, իսկ հանդիպումից հետո մի տեսակ այսպես խոսում էր, որ շուտով մեծ գործողություններ են լինելու եւ այլն, այդ տոնայնությունը ես համարում եմ շատ համահունչ Իրանի դեմ կատարվածը այս անգամ չստացվելու եւ հետո իր հանդիպման ընթացքում իրեն խոստում են տվել, որ ինչ որ բան կշարունակվի։ Ինչի մասին է խոսքը, որ ԱՄՆ վարանել է, չնայած իր զորքերի 25%-ը կենտրոնացրել է Կարիբյան տարածաշրջանում, շարունակում է այն հրետորաբանությունը, որ Կուբան, Նիկարագուան, Կոլումբիան, դրանք հաջորդող երկրներն են, որոշակի գործողություններ են տեղի ունենում Չիլիում եւ Արգենտինայում, շատ տարօրինակ, այսինքն այնտեղ ուղղակի զգացվում է այս ծավալապաշտական Տրամփի քաղաքականությունը, որ սա մեր կիսագունդն է, արևմտյան կիսագունդն է, միջազգային իրավունքը որևէ առնչություն չունի Մոնրոյի դոկտրինի հետ, որը ես հետ եմ բերել եւ վերանվանել եմ Դոնրոյի դոկտրին, որովհետեւ ես Դոնալդն եմ եւ սա Դոնրոյի դոկտրինն է եւ այլն, բայց ինչ է, նա չի համարելով, որ եթե Մաչադոյին անմիջապես դնեն, ապա դա միանգամայն քաոս է ստեղծելու, ռազմական բախումներ եւ այնտեղ
ուղղակի զինված խմբավորումներ էլ կան, բանակներ էլ կան եւ այլն, այդ քաոսը պահանջելու է բավականին մեծ մասշտաբի միջամտություն, նույնքան մեծ, երևի ավելի շատ, քան Իրաքում տեղի ունեցավ, այսինքն դու պետք է զորք մտցնես, իսկ Տրամպը ուզում էր դա ներկայացնել որպես մի հաջողված արշավ, որտեղ նույնիսկ կարիք չեղավ իր զորքը մտցնելու, բայց մինչ այդ կրկնում եմ, միշտ բոլոր վերլուծություններում կրկնել եմ, Վենեսուելայի եւ Իրանի իրադարձությունները փոխկապակցված են եւ եթե դու այնտեղ զորք ես մտցնում, բայց միաժամանակ դու նախագծել ես Իրանում ինչ-ինչ իրադարձությունների սկիզբ դնել, ապա այնտեղ եւս պետք է պատրաստ լինես ինչ որ զորքեր մտցնելու այդ իսկ պատճառով դեռևս թողել են իշխանության չավեսիստներին կամ չավիստներին Ռոդրիգեզի ընտանիքը բավականին ուժեղ է ներքին գործերի նախարարի պաշտպանության նախարարի բլոկները եւս բավականին ուժեղ են այնտեղ շատ հետաքրքիր ընտրական համակարգ կա այնտեղ խախտելը շատ դժվար է նստելու ԱՄՆ-ի համար շատ ԱՄՆ-ի վրա շատ դժվար է լինելու բերել եւ այդ երկրից սարքել ինչ որ այսպես Բոլիվիա Նիկարագուա խառն ինչ որ մի իրավիճակ եւ նաեւ դա է պատճառը որ Վենեսուելան ավելի այսպես ուժգին հարվածի տակ է գտնվում եւ այնտեղ տոնայնությունը մի տեսակ երբ որ իջավ պատերազմի որ դե չեմ պատրաստվում այդքան էլ հարձակվել որ եւ Տրամպը երեք գիշեր ասում էր արդեն Իրանի իշխանությունները վազանցան 800 հոգու նահապատժի ենթարկելու կապակցությամբ եւ թվեր են կրակում անընդհատ որոնք դեռևս Իրանի իշխանությունները վերջնական թիվ չեն սահմանել դեռ վերդիկները չեն կայացվել, դատավճիռներ չեն կայացվել, որքան է մահապատժի կենթարկվեն ինչ պայմաններում, ոչ մի որոշում չի կայացվել, ոչ ոք իր հետ կապի մեջ չի եղել, որպեսզի ինչ խոստումներ իրեն փոխանցեն, ինչ որ բաներ խոստանան, նման բան չի եղել։ Եղել է շատ մեծ անակնկալ, որ Starlink-ի գործունեությունը կանխվել է, որ Իրանի բանակը իսկապես նախապատրաստված է եղել հասցնելու անգամ կանխարգելիչ հարված եւ այդ կանխարգելիչ հարվածի սպառնալիքը եղել է իրական ուղղակի շատ արագ իրագործելու, այսինքն այն նկարագիրը, որ տալիս էին այդ օրերին նախորդող իրադարձություններում Իրանի բարձրաստիճան զինվորականները ուժային համակարգը համապատասխանել են իրականության, այդ իսկ պատճառով էր, որ այդ բուն ցույցերի ժամանակ անընդհատ բոլոր այդպես պրո-ամերիկյան ուժերը հարցազրույցներում անընդհատ շեշտում են, որ Իրանի իշխանությունները երբ որ ասում են, որ իրենք կհակադարձեն, կհակազդեն ռազմական ճանապարհով, նրանք ստում են, նրանք չունեն այդպիսի պոտենցիալ եւ այլն, դե բնականաբար իրենք չէին կռվողը 12 օրյա պատերազմի ժամանակ եւ բնականաբար իրենք չէին հայտնվել թիրախում 12 օրյա պատերազմի ժամանակ, երբ որ ԱՄՆ եւ Իսրայելը ապօրինի կերպով ներխուժեցին այլ երկիր, սպանեցին այնտեղ հսկայական գանակի խաղաղ բնակչություն, դա այսինքն ռազմական հանցագործություն էր իրենք գործել եւ այդ հարվածը իրենց կաշվի վրա զգացած ԱՄՆ եւ Իսրայելը իրականում ավելի լավ են հասկանում արդյոք ունի Իրանը նման պատասխան տալու հնարավորություն թե ոչ եւ միևնույն ժամանակ սրացված կերպով գնում էր այսպես Ուկրաինայի շուրջ իբրև թե խաղաղության բանակցություն, որի կուլմինացիան եղավ Պուտինի ռեզիդենցիայի դեմ մահափորձը դրոնային հարձակման ճանապարհով, որը Զելենսկին երբեք չէր նախաձեռնի, եթե չուներ բացարձակ անգլո-ամերիկյան, շեշտում եմ, անգլո-ամերիկյան հաստատում առայն, որ նա դա իրականացնի։ Ես չեմ կիսում ռուսական փորձագիտական դաշտի այն գնահատականը, որ Բրիտանիան եւ ԱՄՆ հակնում են իրար, որ Եվրոմիությունը եւ ԱՄՆ հակնում են իրար անդառնալիորեն, դա կվտանգի ՆԱՏՕ-ն, միգուցե կվտանգի, բայց ես այլ հետևանքներ եմ ակնկալում եւ ես այլ օրակարգ եմ տեսնում դրա յետևում։ Իրանի պահով փակեմ եւ անդրադառնամ այդ շատ կարեւոր թեմային, որովհետեւ նախապատրաստվում էր Ռուսաստանի դեմ միաժամանակ Վենեսուելայի դեմ միաժամանակ Իրանի դեմ համակարգված որոշակի գործողություններ, որոնք ինչ որ ձևով կստիպեին, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը կամ Չինաստանը, որովհետև Վենեսուելայի դեպքում հատկապես մարտահրավեր է նետվում Չինաստանին, կկատարեն հայելային հակադարձ արձագանք ԱՄՆ եւ Իսրայելի քայլերին ամբողջ արևմուտքի բլոկի անունից, նույն ձևով, հայելային ձևով, ռազմական գործողություններով, ինչ-ինչ միջամտություններով, կոշտ հայտարարություններով իրենք դուրս կգային միջազգային իրավունքի նորմերով սահմանված կանոնակարգից եւ կկատարեն այդ կանոնակարգից դուրս
քայլեր եւ հայտարարություններ, ինչը երբևիցե Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը եւ Իրանը չեն անելու, հատկապես Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներ, որովհետեւ նրանց հիմնական արսենալը արևմուտքի սանձարձակ գործունեությունը իրենց տարածաշրջանների հանդեպ կայանում է նրանում, որ երկրորդ աշխարհամարտից հետո սահմանված կանոնակարգը չպետք է խախտվի, չպետք է լինեն երկրներ, ովքեր միջազգային իրավունքի նորմերից դուրս հայտեր են ներկայացնում, ուղղակի թիրախավորելով թե ՄԱԿ-ը, թե միջազգային իրավունքի նորմերի համակարգը, ասելով, որ դրանք ոչինչ են, ամբողջ պաղեստինցիների դեմ տեղի ունեցած ցեղասպանությունը իր բոլոր կետերով խախտել է ՄԱԿ-ի կողմից սահմանված բոլոր հնարավոր նորմերը եւ դա եղել է նպատակներից մեկը, դա ռազմավարական նպատակ է եղել, որպեսզի խաթարվի այդ աշխատանքը, բայց անընդհատ հակադարձ պատասխանը լինում է նրան ԱՄՆ-ին հետ են քաշում միջազգային իրավունքի դաշտ, որովհետեւ որքան էլ որ նախագահը ԱՄՆ-ի դուրս գա եւ հայտարարի կամ ինչ որ բաներ ստորագրի, որ միջազգային իրավունքը մեզ կանոն չէ, մեզ օրենք չէ եւ այլն, դա այդպես չի գործում։ Եվ եթե նա խախտելու է միջազգային իրավունքի նորմեր այլ երկրների հետ հարաբերություններում այդ աստիճան զեղումները, որը չի եղել մինչ իրեն նախորդող վարչակազմերի ժամանակ, ապա դա ուղղակիորեն անդրադառնալու է նրա գործողությունների սահմանադրականությանը ներքին քաղաքական process-ներում, որին մենք ականատես ենք արդեն լինում, թե ինչպես է նա ճնշում հատկապես դեմոկրատների կողմից ղեկավարվող նահանգները, որովհետև նպատակ ունի միջակայել ընտրություններում հաղթել, եւ ինչպիսի օրենքներ է խախտում, ֆեդերալ ներքին ԱՄՆ օրենսդրություն է խախտում, ընդհանուր մինչև սահմանադրականության խորությամբ է խախտում, որպեսի իր անձնական օգտագործման գվարդիային այս կոչված կազմակերպությանը ներկայացնի որպես ֆեդերալ օրինական կերպով ուժի կիրառման իրավունք ունեցող ուժային բլոկ, որը պետք է գնա եւ միջամտի հատկապես դեմոկրատների նահանգներում եւ պետք է այնտեղից ուրեմն այնտեղ պետք է իրենք այնտեղից վտարեն վտանգավոր տարեր, որոնք հիմնականում Լատինական Ամերիկայից, աֆրիկյան երկրներից իմիգրանտներ են, եւ նա դրանով ինչպես որ պարակտում է աշխարհը, այնպես էլ շարունակում է պարակտել ներսում ԱՄՆ ներկայացնել պարակտված հասարակություն, հրահրում է որոշակի բախումներ եւ որոշակի անկանխագուշակելիություն կա այստեղ, եւ ես տեսնում եմ այդ հետաքրքիր, այդ նուրբ այսպես գործվածքը, որը հյուսվել է Հիտլերի իշխանության գալուց հետո արևմտյան բլոկի երկրների կողմից, որտեղ այնպես չէ, որ այդ երկրները այն ժամանակ Հիտլերին ինչ որ այսպես սիրում էին կամ նախընտրանք էին տալիս, բայց գնալով գտնում էին ճանապարհներ, որով կարող են իրեն էլ օգտագործել, իրենք էլ իրեն օգտակար լինել, ինչ որ մի բան փոկել, դա այդպես արևմտյան որոշակի սիներգիա էր, որը եւս հիմա գործում է եւ փորձում է աշխարհը հետ քաշել նորից այդ նույն համաշխարհային պատերազմի, թեժ համաշխարհային պատերազմի, միջուկային զինատեսակների օգտագործման սպառնալիքի դաշտ, որտեղ արդեն ամեն ինչ կդառնա անվերադառնալի եւ բոլոր կանոններից դուրս։ Բուն Իրանի պահով մենք արդեն տեսանք նոր հայտարարություն Ռեզա Փահլավիի կողմից երեք գիշեր, որ միանգամայն հակասում էր այսպես ավելի տոնայնությունը իջեցված Տրամպի հայտարարություններից, նա չի կարողանալ հայտարարություն, ինչպես որ Նիկոլա կամ Զիլենսկին կամ Մայա Սանդուն Մոլդովայում չեն կարողանել ինչ որ հայտարարություններ կամ նույն Մաչադոն, որը համաձայնեցված չի ամերիկյան վարչակազմի հետ, հենց Տրամպի հետ։ Դա հնարավոր չի։ Եվ ուրեմն նա ասաց, որ ամսի 18-ին եւ 19-ին ակնկալում է, որ Իրանի ժողովուրդը պետք է ցույց անի տներից, եթե վախենում են փողոց դուրս գալ, ապա պետք է իրենք տներից աղմկեն, լոզունգներ ասել, ինչպիսի լոզունգներ պետք է գոռան, այսինքն դեռ ուժի մեջ է մնում եւ տարածաշրջանի փորձագետները ասում են, որ Նետանյահուն համարում է այս պատուհանը հնարավորությունների պատուհան եւ ցանկանում է օգտագործել եւ խոսվում է Տելեգրամում դրել է մանրամասնորեն, որ ԱՄՆ ուղարկել է տարածաշրջանի ուրեմն զինավորման ուղղված որոշակի սպառազինություն, որոշակի ռազմական պոտենցիալ, ավիատարներ ռազմածովային, որոնք պետք է որոշակի գործողություններ իրականացնեն եւ նորից փորձելու է ինչ որ գործողություններ անել եւ ոչ ոք ի տարբերություն նախորդ անգամների, անգամ 12 օրյա պատերազմի չակերտավոր ավարտից հետո
որոշակի ինչ-որ փոխվստահության իբրև թե մթնոլորտ կար, հիմա այդ մթնոլորտը չկա, հիմա Տրամպի ոչ միայն անկանխագուշակելիությունը, այլ որ խոսույթը, որ եկեք բանակցենք, բանակցորդներ ուղարկելը, ինչ-որ այսպես խոսքը գնում է ոչ թե արևմտյան բլոկի երկրների միջև տեղի ունեցող ինչ-որ դիսկուսիաների անհամաձայնությունների մասին, այլ հենց խոսքը գնում է բանակցորդ ուղարկել, ասենք Չինաստանի հետ ինչ-որ հանդիպում, Ռուսաստանի Դաշնության հետ ինչ-որ հանդիպում, ինչ-որ հանդիպում փորձել կազմակերպել անգամ Իրանի իշխանությանը ինչ-որ մեսիջներ հասցնել, մեսիջները գալիս են, բայց այլևս նրանց խոսքին վստահող չկա եւ շատ հատկանշական էր, որ անվտանգության ծառայության աշխատակիցներին սպանել էին այդ ցույցերի օրերին Իրանում նրանց թաղումների ժամանակ ռազմական բարձրաստիճան խավը այնտեղ չէր, որովհետեւ իրենք շարունակաբար գտնվում են բացարձակ ռազմական պատրաստվածության, մարտական պատրաստվածության փուլում, այսպես ասած, իրենց ձեռքը ձգանից չեն անջատում, ձգանը պահած նստած են եւ ամեն վայրկյան սպասում են տարատեսակ դիվերսիայի եւ ես գտնում եմ, որ այո, այդ գործողությունների նախորդած հետաքրքիր չվերթները, որով որ Ռուսաստանի Դաշնությունը Իսրայելից օրինակ դուրս բերեց իր դիվանագիտական կազմին, դա ոչ միայն անվտանգությանն ուղղված ինչ-որ քայլ էր, այլ նաեւ դա ցույց է տալիս, որ արդեն Իրանի հարցում Ռուսաստանի Դաշնության համար կա որոշակի կարմիր գիծ, թե ինչպես իրեն կարող է պահել Իսրայելը եւ նաեւ անվտանգության հարցը եւ այդ մարդիկ հետ չեն վերադարձվել, ասենք կամ ներկայացվեց, որ ամերիկյան ռազմաբազաներից տարածաշրջանի Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս է բերել իր զինվորականներին, որովհետեւ վստահ չէ, որ նրանք չեն թիրախավորվի, որովհետեւ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը գլխավոր Ալի Լարիջանին հայտարարել էր, որ այս անգամ առանց նախազգուշացման հարվածի տակ կհայտնվեն ամբողջ բազաները, չի բանակցվի այդ բազաների դեմ հարձակման որոշը որևէ ֆորմատ, դա Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ընկալվող համաչափ ուժի կիրառման սկզբունքից է գալիս, իրավական նորմատիվ ամբողջ մի ինստիտուտ է դա, որ ուսումնասիրել է պետք, որպեսզի կարողանանք դրա խորքային իմաստը հասկանալ, այսինքն Իրանը եւս շատ կոշտ խոսեց, բայց այստեղ մի հետաքրքիր տարել կար, ինչու դուրս հանեցին, որովհետեւ իսկապես Քաթարը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, որոնք հիմնական այն երկրներն են, որոնց տարածքը, օդային տարածքը, որտեղ գտնվող իր բազաները, որոնց հետ իրենով միջնորդավորված Իսրայելի կապը պետք է գործուն լինի կրիտիկական պահերին, ինչպիսին է Իրանի դեմ օրինակ նույնիսկ ավիացիոն հարվածներ հասցնելու էտապը, այդ երկրները իրենք էլ անակնկալի են եկել այդ ռուսական, չինական, իրանական ուժային համակարգի բավականին ներդաշնակ համագործակցության մոդելով, այսինքն դա նաև էսկալացիայի նշան է, որ այս երեք երկրները տեսակ ինչ-որ խաղաքարտերի մի մաս, գլխավոր խաղաքարտերի մասնաբաժին, իրենք ցույց տվեցին դիմացի կողմին եւ այդ երկրները Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը պատրաստ չէին այդ հանգամանքին եւ իրենք նախապես ինչպես որ 12-օրյա պատերազմից առաջ ասել են, որ իրենք թույլ չեն տա որևէ երկիր օգտագործի իրենց օդային տարածքը կամ առհասարակ իրենց տարածքը Իրանին հարված հասցնելու համար, որովհետեւ Իրանն էլ միշտ հայտարարում է, որ ձեր տարածքները այն երկրները, ում տարածքից իմ դեմ կգա հարված, ուղղակի կդառնան օրինական թիրախ մեզ համար։ Այս անգամ նաեւ խոսքը վերաբերվում էր Նիկոլի Հայաստանին, որովհետեւ ինքը հենց այդ օրերին միանգամից թռավ ԱՄՆ դեսպանուհու գիրկը, Սյունիքն էլ տվեց, ամեն ինչն էլ տվեց, ամեն ինչ խոստացավ եւ այլն, կոշտ հայտարարություն տեսանք Հայաստանում ԱՄՆ Իրանի դեսպանից, ուղղված էր Նիկոլին բնականաբար, բայց այդ տրամաբանությունը կա եւ այս անգամ նրանք չեն կարողանալու պաշտպանել, նրանք պատրաստված չէին։ Այդ զինվորներին հանեց ԱՄՆ եւ հիմա հետ է բերել եւ հիմա համալրում է տարածաշրջանը հավելյալ զինատեսակներով եւ Վաշինգտոնում է գտնվում Մոսադի ղեկավարը, այնտեղ են գտնվում համապատասխան կոմիտեների մակարդակով բավական ինտեգրացիոն աշխատանք տանող աշխատանքային խմբեր Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև։ Իսրայելում Երուսաղեմ է այցելել սենատոր Լինզի Գրահամը, որ այնտեղից ինչ-որ աղանդավորական բավականին հուզառատ հավատքի հետ որևէ կապ չունի, աղանդավորական ստատուսներ է գրում, հավատացնում է Իրանի ցուցարարներին, որ օգնությունը ճանապարհին է, մի քիչ էլ եւ մենք կկարողանանք դա կատարել եւ այլն, այդ ամեն ինչը
Արդեն տարածաշրջանի երկրները կապում են այդ հետաքրքիր տակտիկայի հետ Տրամպի, որտեղ ինքը ինչ-որ բան է խոսում, թվում է թե տոնայնություն իջեցրեց, փորձում է դիմացի կողմին գլխի տակ ինչ-որ բարձ դնել եւ երբ որ նա այսպես փորձում է քնել հանգստանալ, հանկարծակի է բերում, հարված է հասցնում եւ այնպես չէ որ կանաչ լույսը որ տրված է Իսրայելին, այդ կանաչ լույսը անջատել եւ դարձրել են կարմիր եւ հատկանշական էր որ կարեւոր մեդիա միջոցներ գրեցին որ Նետանյահուն հորդորել է Տրամպին հետաձգել հարվածը, որովհետև Իսրայելը դեռ պատրաստ չէ, այսինքն իրենք պատրաստված չէին այդ չինական, ռուսական կոմպոնենտների ներազդեցությանը եւ այնպես չէ, որ իրենք չեն նախապատրաստվում հաջորդի որոշակի քայլեր ձեռնարկել եւ Starlink-ի գործունեության առումով էլ Իլոն Մասկին որոշակի հանձնարարություններ է տրվել է թե ինչպես պետք է աշխատեն, այսպես ասած այդ կապերը, այլ մեթոդներով, այլ միջոցներով ցավոք սրտի ես այդ բնագավառի մասնագետ չեմ կարող տալ ճիշտ այսպես բնորոշումները, բայց այդ մասին բավականին հետաքրքիր հոդվածներ են գրվում, որոնք թեմայով զբաղվողների, հետաքրքրվողների համար բավականին այսպես մանրամասն կերպով կներկայացնեն այդ պատկերը, այսինքն բոլոր այս չափանիշները ցույց են տալիս, որ այդ պատերազմը նախապատրաստվում է եւ միևնույն ժամանակ թե Սաուդյան Արաբիան, թե Քաթարը եւ թե Թուրքիան որոշակի եւ նաեւ որոշ չափով Եգիպտոսը փորձում են որոշակի ինչ որ բան պոկել, որովհետեւ իրենք շատ այսպես Իրանի դեմ հարձակումը նրանց բոլորի համար վաբանկ գնալու հավասար քայլ է, որովհետեւ նման էսկալացիայի դեպքում իսկապես այդ պարակտումը շատ խորանալու է եւ ինչ է կատարվում, օրինակ հայտարարվում է, որ վերջապես Տրամպի վարչակազմը անցում է կատարում Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը, որտեղ պետք է խաղաղության կոմիտեն կազմվի, այդ խաղաղության կոմիտե կոչվածում շարունակում են մնալ Վիտկովը, Ջարեդ Քուշները, Բլերը, այսինքն իր օլիգարխ կրուգին հավատարիմ ծառայող եւ նրանց կուրացիայի տակ գտնվող ամբողջ անձնակազմը Եվ ես հատուկ առանձին ռուսերենով վերլուծություն եմ դրել թե իմ Telegram-ում եւ թե իմ YouTube-յան ալիքում զետեղված է այդ վերլուծությունը, որտեղ ներկայացնում եմ, որ այս անգամ հայտարարվում է, որ նաեւ հանդիսավոր հրավեր է ուղարկել Տրամպը Էրդողանին, որպեսզի նա եւս միանա այդ խորհրդին, որոնք պետք է Գազայում ինչ որ այսպես իբրև թե խաղաղություն իրականացնեն, Գազայի այդ ծրագրի Տրամպի ներկայացրած ծրագրի մասին ես բոլորիդ խորհուրդ եմ տալիս Ֆրանչեսկա Ալբանեզեի իրավապաշտպան, մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի խորհրդատու, էքսպերտ, նրա գնահատականը այնտեղ մարդու իրավունքի, սուվերենության, Պաղեստինի պետության ճանաչման մասին որևէ խոսք չի գնում, գեղեցիկ փաթեթ է, որը իսկապես Գազայի բոլոր ռեսուրսները տալիս է Տրամպի վարչակազմի ձեռքերին եւ տալիս է կանաչ լույս շարունակելու ցեղասպանությունը պաղեստինցիների, որը Իսրայելը այս բոլոր օրերի ընթացքում նոր տարուն հիմա այսօր այս պահին այս վարքյանին շարունակում է, ինչպես նաեւ շատ ավելի այսպես բրի եւ վայրի գործողություններ են իրականացնում Իսրայելի վերաբնակիչները, Իսրայելի զինված ուժերը, օկուպացիոն ուժերը նաեւ արևմտյան ափում եւ բոլոր կանխանշանները կան, որ Գազայում եւս լինելու, որ արևմտյան ափում եւս տեղ են ունենալու նույն որակի, նույն մասշտաբի կոտորածներ, ինչպիսիք որ տեղի ունեցան Գազայում, չնայած արևմտյան ափը ոչ զինված է, այնտեղ ոչ Համաս կա, ոչ այլն։ Միևնույն ժամանակ մենք ունենք գնահատականներ, որ դեռևս գոյություն ունի Գազայում Համաս 20,000 հոգանոց ուժով, երբ որ հոկտեմբերի 7-ը տեղի ունեցավ, Համասի զինված ուժերի թևը 20,000 հոգանոց էր, եւ հիմա եւս նույնն է։ Դանդաղում է Լիբանանի հարավում Հեզբոլայի ճակերտավոր զինաթափումը, Հեզբոլայի զինաթափում հավասար է Իսրայելի կողմից Լիբանանի հարավի եւ կենտրոնի գրավումը, դա է դրա հետևում թաքնված։ Այս երկու կոմպոնենտները չեն կարող տեղ ունենալ, այսինքն այդ Գազայի խաղաղության ծրագիրը, ուզում ես 10 հատ կոմիտե կազմիր, ուզում ես 100 անգամ Թուրքիայի դեսպան, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Բարաքին, որը Մերձավոր Արևելքի հարցերով լիազոր հանձնակատարն է Տրամպի, 1000 անգամ ուղարկիր, թող ինքը Լիբանանում ինչ-որ բանակցություններ վարի, թող իբրև չգիտեմ ինչ անի, իրենք չեն կարողանալու որևէ պրոգրես արձանագրել,
քանի դեռ կա Իրանը այնպես ինչպես որ կա, այն Իրանը, որը այսօր խոսեց Խամենեի ձայնով, Խամենեի հանդիպել էր Իրանի տարբեր սոցիալական խավերի շերտերը ներկայացնող ընդլայնված այսպես հանրային տարերի հետ հսկայական լսումներ էր գնում, մարդիկ եկել էին եւ նա իր ելույթը դրված է իմ Telegram ալիքում ամբողջապես կարող եք կարդալ, հիմնական կետը նա էր, որ իրենք չեն համանում, որ իրենց դեմ հարձակումը ավարտված է, իրենք գտնում են, որ կատարվածի համար միջազգային բոլոր ինստիտուտները, խաղացողները պետք է պատասխանատվություն կրեն եւ որ Իրանը ամենևին ի պատասխան պատերազմի չի պատրաստում, ոչ թե ինքը ցանկանում է պատերազմ հրահարել, այլ ինքը այլ միջոցներով հետամուտ է լինելու նրանց պատասխանատվության ենթարկելու եւ պատժելու, ինքը խոսում է ուղղակի պատժելու մասին, ներկայացնում է ամբողջ սխեման, ինչպես էր տեղի ունեցել գծագրված ցույցերից Իրանի դեմ ռազմական հարձակում թե ներսից եւ թե դրսից պրոյեկտը, ովքեր էին դրա հետևում, ուղղակի նշում է, որ ԱՄՆ նախագահը արդեն այս անգամ առաջ եթե դա կատարվում էր ինչ-ինչ այլ գործիչների ավելի ցածր աստիճանի վրա գտնվող օրենսդիր կամ գործադիր գործիչների շուրթերով, այս անգամ այդ ամենը տեղի ունեցել ուղղակի ԱՄՆ նախագահի շուրթերով, ԱՄՆ նախագահն է սպառնացել, ԱՄՆ նախագահն է ինչ որ Իրանի ցուցարարներին ինչ որ բաներ խոստացել Եվ այդ արանքում ուրեմն այս բոլոր մամլոմիջոցներում, Ռուսաստանի Դաշնության փորձագիտական շրջանակներում, ԱՄՆ ինչ-ինչ շրջանակներում խոսվում էր, որ այ ապրի Թուրքիան, որ Էրդողանը տեսեք թուրքական հետախուզական ծառայությունը ինֆորմացիա է տվել այդ օրերին Իրանին, որ 400 զինված խմբավորումները հավեկչական քրդական այնտեղ են գտնվում, Իրաքի տարածքից ներթափանցել են եւ այլն, Իրանը դրանց վնասազերծել է եւ իբրև թե դա ներկայացնում են Թուրքիան այս կողմն է գալիս, ասեմ, որ մինչ այդ գործողությունները Իրանում Իսրայելը բավականին կոշտ դիրքորոշում էր գրավել Էրդողանի դեմ, ամբողջ պրո-Նետանյահու մամլոմիջոցները, հատկապես Jerusalem Post-ի ղեկավարությամբ գրում էին, որ Էրդողանին պետք է հեռացնել, Էրդողանյան Թուրքիան իրենց ձեռնտու չէ, խոսք չի կարող գնալ որևէ կարգի թուրքական ներկայության մասին Գազայում, որ Թուրքիան ցանկանում է մասնակցել Գազայում ինչ-որ գործողությունների, նրանք Սաուդյան Արաբիայի դերն էին, այսպես ասած, ուրեմն նվազեցնում եւ այլն, եւ ստացվում է, որ Սաուդյան Արաբիա, Քաթար, Թուրքիա ուղղակի իրենց համար ցանկանում են վնասազերծել Իսրայելի սպառնալիքները իրենց դեմ Իրենք այս առիթը հասկանալով, որ չինական, ռուսական հետախուզությունը, որ Իրանի ուժային համակարգը տալիս են անհամեմատ եւ անսպասելի հակազդեցություն Իսրայելի եւ ԱՄՆ-ի այս արշավին, պատուհանը օգտագործում են եւ արդեն այսպես իշխանափոխությամբ են սպառնում Էրդողանին եւ քողարկված իշխանափոխությամբ նաեւ սպառնում են Սաուդյան Արաբիային, հատկապես եւ հաջորդիվ Էմիրատներին եւ Քաթարին, Էմիրին Քաթարի եւ Էմիրատների գլխավոր այսպես շեյխին, բայց այստեղ Սաուդյան Արաբիան, Թուրքիան իբրև թե ինչ որ այսպես չեզոքություն են խաղում եւ այլն, իրականում իրենք ցանկանում են իրենց դերի հաստատագրում Գազայի ծրագրով, իրենք իրենց ոտատեղն են ցանկանում, որտեղ Պաղեստինի հարցը իրենց հասարակություններում դա այն զգայուն հարցն է, որը օգտագործվելու է հենց իրենց դեմ, որովհետեւ իրենք Գազայի ցեղասպանության ողջ ընթացքում ինչ որ հայտարարություններ են արել, իսկ իրականում ամբողջապես համագործակցել են թե Իսրայելի եւ թե ԱՄՆ-ի հետ եւ իրականացրել են Իսրայելի ԱՄՆ-ի շահերից բխող գործողություններ, այն դեպքում, որ իրենք հատկապես Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան հայտ են ներկայացնում իսլամական աշխարհի առաջնորդներ որպես դեպի նոր դար, դեպի պայծառ ապագա, բնականաբար իրենց տեսանկյունից Իրանը իրենց համար շատ մեծ մրցակից է, որովհետեւ Իրանը այդպես մեծ չի խոսում, բայց իրականում գործով ապացուցել է, որ ինքն է միակ երկիր ամբողջ տարածաշրջանում, որը այնքան Ֆաբերժե ունի, որ կարողանում է պաղեստինցիների իրավունքները պաշտպանի եւ այս հետաքրքիր ուրեմն փոփոխությունները դիվանագիտական խոսույթը ցույց են տալիս, որ նաև փորձելու է Էրդողանը իր F-35-ի հարցերը լուծել։ Մենք հենց կտեսնենք ինչպես սա կզարգանա եւ ասեմ այդ զինված քրդեր վերացնելու առումով Իրանը Թուրքիային շատ մեծ ծառայություն է իրականացրել, որովհետեւ ինքը Թուրքիան չէր կարողանա դա նույնիսկ իր տարածքում կամ Իրաքի Քուրդիստանում, անգամ Իրաքի Քուրդիստանում ունենալով իր կուրացիայի տակ գտնվող քաղաքական ռազմական էլիտաներ իրականացնել այստեղ ինչ որ շահերի փոքրիկ համընկման պատուհան է եղել, բայց ամենևին էլ Թուրքիան հետ
հետ չի կանգնել իր ծավալապաշտական դիրքից, որը պրոարևմտյան բլոկով է հանդես գալիս, եւ մենք տեսնում ենք Հական Ֆիդանի հայտարարություններ Հայաստանում ընտրությունների մասին, որը դրանից մի քանի օր առաջ Սալավյովի նատամներով կրծելու պատրաստ արևմտամետ ինչ որ Պրադվինուտի անասուններ, որոնք հիմնականում ԱՄՆ դեսպանատան շոչիկի վրա են նստած, այնտեղ Սալավյովը սենց ասեց, ինչ որ Սալավյովի խոսքերի համար չգիտես ինչ Ռուսաստանի դեսպանին ԱԳՆ-ն ինչ որ բերում է, չգիտեմ ինչ, օքեյ, են որ սենց իսկ երբ որ ԱՄՆ դեսպանուհին է ինչ որ հայտարարություն անում կամ Հական Ֆիդանը, ԱԳՆ-ն քնած է այդ օրը, Օմեգան քնած է։ Օմեգան քնած է Հական Ֆիդանի որպես էշի ականջում եւ դրա համար ոչ մի բան չեղավ, բայց ծրագրերը չեն փոխվել։ Դա է ասածս, ամեն ինչ ուժի մեջ է։ Ռեզա Փեհլևին էլ որ հայտարարություն է անում, սրանք որ հայտարարություն են անում, այսինքն ամեն վարքյան այդ հարձակումը ուզում են իրականացնել։ Հիմա անցնեմ հաջորդ թեմային, որ սրա հետ կապված է, ինչ է տեղի ունենում Գրինլանդիայում, իմ գնահատականը տամ, ես ուրեմն այսպիսի անընդհատ այս հետին միտքս է գալիս, ինչպես որտեղ ես տեսնում եմ շատ բազում զուգահեռներ Ռուսաստան ԱՄՆ բանակցություններ Ուկրաինայի թեմայով եւ Իրան ԱՄՆ բանակցություններ Գազայի թեմայով այս խոսույթում, որովհետև անընդհատ այսպես հատկապես ռուսական փորձագիտական դաշտում ներկայացվում է, որ Տրամպը առհասարակ ինչ որ ռուսական հասարակությունը ամերիկացիների հանդեպ չգիտես ինչի ինչ որ այսպես դրական, նույնիսկ երկրորդ համաշխարհայինի կտրվածքով ես դրական չէի համարի ԱՄՆ-ի ներգրավումը եւ ԱՄՆ-ի ներգրավման որակավորումները խորհրդային պատմագիտության փուլում եւ հիմա առավել եւս, որ ինչ-որ Ալյասկայում պայմանավորվածությունները ինչ-որ ուժ ունեն, ինչ-որ սիմպատիա կա Տրամպի հանդեպ այն աստիճան, որ ասենք Տրամպի Փայ Խադարկովսկի Վիտկովի հետ համաձայնվում է հանդիպել Պուտինը։ Եթե դու դեմ ես մեկ Խադարկովսկու, դու պետք է դեմ լինես բոլոր Խադարկովսկիների, ոչ մի Խադարկովսկի չպետք է այնքան լինի, որ դու իրան հանդիպես իր ձեռքը սխմես։ Խորհրդային պետությունը ԱՄՆ-ի որոշակի օլիգարխիկ կրուգների, որոնց միջոցով ինքը շրջանառում է իր դոլարը, ում գլոբալ դոմինանտության ոտը կտրում են Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը, օգտագործում են այս օլիգարխատին, թվային ցարերին, շատ կարևոր է, ամբողջ IT ոլորտը, ամբողջ AI ոլորտը, եւ այլոց բանկային ֆինանսականի մասին էլ խոսք չի գնում եւ բնականաբար անշարժ գույքին է եւ նրանց բոլորին իմպերատոր կամ Հիտլերը խոստացել է շատ մեծ եկամուտներ, օրինակ Վենեսուելայի նավթի եկամուտը բաժանվելու է իր ընկերների հետ, իրանք մասնավոր ռազմական կազմակերպություն են ուղարկելու որպեսզի Վենեսուելայի նավթը գողանան, բերեն, ինչպես որ տարիներով գողանում են Սիրիային, բանակը չի մտնելու, եւ օֆշորային հաշիվներում է դրվելու գումարը, որը գալու է այդ նավթի վաճառքից, այսինքն նույնը, որ տեղի ունեցել Սիրիայում։ Ինչ էր դա տեղի ունենում եւ միաժամանակ սանկցիաներ էր դրվում կառավարության վրա, Ասադը վատնա եւ ինձ թվում է դրա համար էլ պահել են այդ Ռոդրիգեզենց։ Սանկցիաները իրանց վրա չեն հանելու, եթե դու Մաչադո դնես, պետք է սանկցիաները հանես։ Իսկ Մաչադո չկա, չավիստներ են, դու պահում ես սանկցիաները, դու թույլատում ես մենակեն, որ քեզ եկամուտ է տալու, դու դնում ես սանկցիաների տակ կառավարությանը, դու իրան անուններ ես կպցնում եւ այլն, եւ դու սկսում ես իրան փող չտալ։ Դու այդ ամբողջ ստացած եկամուտը պահում ես քեզ ու արդեն այդ քո ասած, որ մենք կպաշտպանենք Վենեսուելայի ժողովրդին, իրենք կհարստանան եւ այլն, ոչ մի բան իրանց չի հասնում։ Ավելին ասեմ, Սիրիայում որ իբր սանկցիաներ են անել, Սիրիայի ժողովուրդը հարստությունից ոչ մի բաժին դեռ չի ստանում։ Այդ նույն սխեմայով, օրինակ, մեծահարուստ է դարձել Էրդողանի ընտանիքը, անձամբ ինքը, կինը, Փեսան, իր տղաները, դրոներ արտադրող այդ ամբողջ ռազմական արդյունաբերական սետի, այսինքն իրանք это мафиозная группировка, это ՕՊԳ։ Հանդիպել ՕՊԳ-ի ներկայացուցիչ Վիտկովի հետ Պուտինի մակարդակի մարդուն իմ համար դա շատ մեծ սպառնալիք է Ռուսաստանի պետականությանը։ Դա այն նույն սերիայից է, որտեղ ինչ որ օղակներ մոսկովյան գալիս իջնում են Երևան եւ ԿՀՎ եւ Mi6 MI6 ագենտուրայի հետ իրականացնում են թավիժ եւ մերժում են Սերժին։ Եվ բերում են իշխանության այս թուրքի կապիկին, թուրքի ցիրկի կապիկին, այս ցիգան անտերին,
ու անունը դնում են Հայաստանի վարչապետ ու հիմա ամեն ինչ անում են Մոսկվայում որ իրան այտենց պաշտոնի պահեն ես այս գնահատականը ամերիկացիները պուպուշ են եվրոպացին քխը Ալյասկայում ամերիկան ռուսը որոշել են Եվրոպայի վրա ջուրը քաշեն իրանք բանը Արկտիկայում բաց են ճանապարհներ որտեղ Եվրոպան չունի որևէ ներազդեցություն այնտեղ կատարեն առևտուր դրանով հարստանան Ամերիկայի եւ Ռուսաստանի ժողովուրդները այսինքն ինչ որ pink pony fantasy /rainbow/ չգիտեմ ինչքան հաշիշ պետք է քաշած լինես որ ցած ապուշություն մտածես ես տեսնում եմ զուգահեռներ ինչպես էր խաղարկվում Տրամպը նեղացել է Նետանյահուից Նետանյահուն զանգել է որպեսի խոսի Տրամպի հետ Տրամպը չի պատասխանել նրա զանգին Տրամպը Սպիտակ տան աշխատակազմին ասել է երբ որ նա կզանգահարի հեռախոսազանգը ինձ մի փոխանցեք չգիտեմ այսինչը գնաց Իսրայել չհանդիպես Նետանյահուին Նետանյահուն եկավ նրա հետ չհանդիպեց այսինչը եւ այլն եւ այդ ամբողջ ընթացքում տեղեր ունենում Իրանի հետ բանակցություններ ամեն կիրակի օր Վիտկովը միջնորդավորված Օմանի արտգործնախարարությամբ բանակցություններ էր վարում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ եւ մենք տեսանք ինչ ստացվեց 12-օրյա պատերազմի հարվածի առաջին օրը Տրամպը ասաց այս ամբողջ ընթացքում որ մենք վարում ենք բանակցություններ իրականում մենք նախագծում ենք մասշտաբային հարձակում այդպիսի հարձակման սերիայից էր Պուտինի ռեզիդենցիայի դեմ հարձակումը Տրամպը չի խոսում Նետանյահուին նեղացածը նույն սերիայից է Մեծ Բրիտանիան նեղացել է եվրոպական մնացած երկրներից Տրամպը կապիկություն է անում Մակրոնի մասին խոսելիս Մակրոնը դուրս է գալիս ասում ամեն Գրենլանդիան մենակ չենք թողնի մենք այնտեղ զորք ենք ուղարկելու Մակրոնը Մերցը Մելոնին հայտարարում է որ եկել է ժամանակը խոսելու Ռուսաստանի Դաշնության հետ բայց Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դուրս է գալիս ասում է դա հիմար գաղափար է մենք չենք խոսելու Ռուսաստանի հետ Այս աղվեսավազքը աղվեսը ինչպես է իր իսկ թողած հետքերը խառնում իրար Ես տեսնում եմ from that same playbook that was played between Trump and Netanyahu նույն գրքիցը Ես ավելի այսպես ընդգծված ինտուիտիվ կերպով կարող եմ ասել ուղղակի այսինքն շատ այսպես թիրախային գտա հայտարարությունը Մարգարիտան շատ այսպես խոսեց եւ ինքը զավեշտալի կերպար է բայց ասած անկախ ամեն ինչից ՆԱՏՕ-ի շրջանակների ներսում մեր վարած բանակցությունները ես չեմ հանրայնացնում բայց ես դες վստահեցնում եմ որ մեր գործողությունները ներդաշնակված են եւ խոսվում է Գրենլանդիայի ռեսուրսների մասին ասում է Տրամպը շատ կարևոր է թե ով է սեփականատերը այդ ռեսուրսների ես անպայման այնտեղ պետք է գնամ եվրոպական երկրները ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ասում եմ որ դուք այնտեղ կարող եք ունենալ ձեր ուզած քանակի ռազմաբազաներ դուք այնտեղ կարող եք ունենալ ձեր ուզած քանակի զինվորականներ եւ այլն ինքը ասում է չէ ինձ ռեսուրսներն է պետք ես պետք է այնտեղ տերու տիրակալ լինեմ այստեղ ռուսները ուրախանում են այնտեղ Բելգիայի պաշտպանության նախարարը Ֆրանսիայի բարձրաստիճան ռազմական գործիչներ Գերմանիայի ասում են եթե ԱՄՆ ներխուժի Գրենլանդիա ապա մենք տեսնում ենք որ ՆԱՏՕ-ի վերջն է դա լինելու Ռուսաստանում էլի ուրախանում են դրանից հետո ասում են մենք զորքեր ենք ուղարկում Գրենլանդիա 15 հոգի 20 հոգի չգիտեմ ինչ հոգի այսքան հոգի որի դեպքում կրկին ռուսական մեդիա դաշտը փորձագիտական դաշտը հրճվում է հələ տեսեք 2-3 հոգի եւ սպասվում է որ ամերիկան ինչ որ զորք է ուղարկելու եւ կոնտինգենտ է ուղարկելու եւ համաձայնություն չի գալիս եւ կրկին խոսվում է ռեսուրսների մասին, հումքերի մասին, շատ կարեւոր հումքերի մասին, որոնք կարեւոր են այն ծրագրերի համար, որոնք խորքային պետությունը այդ մաֆիոզային գրուպիրովկան սիոնիստական գաղափարախոսություն վատ գաղափար, որ վերջում Երուսաղեմում պետք է նստի անտիխրիստը, այդ գաղափարախոսության կրողներն են, ով որ սա չի հասկանում իր վերլուծություններում չգիտեմ էլի այդ աշխարհիկ կայֆերի մեջ որ ընկնում եք ու մոռանում եք որ տենց գոնե 0.01% թողեք այդ աստծո գործոնին դուք կարողանաք հասկանալ ինչի մասին է խոսքը գնում այդ ռեսուրսը իմը պետքա լինի այդ իմն է ես մինչև հիմա թողել եմ օգտվեք այդ իմը պետքա լինի Վենեսուելայի ինչ ռեսուրսը իմը պետքա լինի Աֆրիկայի այսինչ ռեսուրսը իմը պետքա լինի, Նիգերիայինը իմը պետքա լինի, Հայաստանինը իմը պետքա լինի, Տրամպի կամուրջ Տրամպի անձի մասին չի, այդ ՕՊԳ-ի մասին է, որը գործում է
ագրեսիվ գլոբալիստական քաղաքականությամբ, որտեղ սուվերեն երկրներ չպետք է լինեն, էթնոսներ չպետք է լինեն, ոչ թե սահմաններ չպետք է լինեն երկրների միջև լավ իմաստով, ինչպես որ Եվրոպա պուշտութու Շենգեն ռեգիոններ համարվում, այլ այդ ամբողջը բաբելոնյան աշտարակաշինության սկզբունքով մեկ կենտրոնից է ղեկավարվելու։ Մոնոկենտրոն աշխարհ նշանակում է մեկ էլիտա, իշխում է մնացած բոլորին, ու այդ մնացած բոլորը չունեն տարբերանիշեր, չունեն իդենտիֆիկացիոն որևէ փուլում մշակութային ժառանգություն, պատմություն, լեզու, մտածելակերպ, պոպուլյար, այսպես արվեստի ինչ-որ գործեր, ֆինանսատնտեսական համակարգ, որևէ տարբերանիշ չի լինելու, մոնոտոն, միատարր հասարակություն, որը բավականին սատանիստական բնույթ է կրում։ Գրենլանդիայի մասին այդ խոսույթը շատ հիշեցնում է Հիտլերի խոսույթին եւ Եվրոպայի ընդվզումը մնացած երկրների, եթե դու ստեղ մտնես, մենք սենց քո մասին կմտածենք եւ այլն, դա էլ է դա հիշացնում։ Այստեղ ոչ թե Հիտլերի եւ Տրամփ անձերի համեմատության տեսանկյունից պետք է նայել, այլ ովքեր են այդ երկու համերգային շոուների պատվիրատուները, որովհետեւ Չարի ասպատակությունը իր որակավորմամբ եւ նպատակներով չի փոխվել, դա նիկտո նի отменял, ինքը գալիս է մեծ պատերազմի։ Եվ ես չեմ տեսնում, որ ՆԱՏՕ-ն քանդելը դա լինելու է այն դրական արդյունքով, որի մասին որ մտածում է Ռուսաստանը կամ որ եվրոպական երկրները Ռուսաստանին դիմելու են, ասեն արի մեզ փրկի սրանից։ Նույնպես որ եվրոպական երկրները չէին դիմում ԽՍՀՄ-ին, ԽՍՀՄ-ը միայնակ կռվեց մինչև հասավ այն մի կետը, որտեղ իրանք հասկացան, որ իրանք պարտվելու են եւ ուզեցան հաղթողի կողմը բռնել, որը չի փոխել ամենևին իրենց խորքային օրակարգը։ Դրա համար ես սա անվանում եմ Չեթվյորտый ռեյխ։ Սա սատանիստական բնույթի ուղղված ընդդեմ մարդկության Զալատոյ միլիարդի գաղափարախոսության կրող նույն պրոյեկտի շարունակությունն է։ Այսինքն, պատկերացրեք, մինչև այս պահը Ռուսաստանի Դաշնությունը որևէ առիթ չի տվել, որ դու զորք մտցնես Գրենլանդիա։ Որևէ առիթ չի թույլ տվել, որպես իր կամ Չինաստանի առևտրային գործունեությունը, ենթակառուցվածքային շինարարական գործունեությունը Արկտիկ ռեգիոնում, ինչ որ մեկի դեմ ռազմական սպառնալիքի վտանգ ստեղծի։ Որևէ կերպ, որևէ կարմիր գիծ չի անցել։ Ես կրկնում եմ, ինչպես սկզբում ասացի, միշտ ծրագիրը եղել է, որ այդպիսի ռեակցիա իրանք ստանան Ռուսաստանից։ Դուրս գա սահմանից զորքը բերի, լցնի, կրակի, ջարդի, փշրի, անեն ինչ որ իրանք են անում։ Ցեղասպանի չի անում։ Երբ որ ինքը չի տալիս այդ առիթը, դու չունես արդարացում այդ ռեգիոնը ռազմականացնելու։ Իսկ ինչի՞ է կարևոր ռազմականացնել, եթե դու պատրաստվում ես հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա, բայց դու իր հյուսիսը չես փակել, իր ճանապարհը չես խեղդել։ Տեսեք, ներքևում Իրանն են խեղդում, Հայաստանն են խեղդում, ճանապարհ չլինի, լցվել են Կենտրոնական Ասիա, սպասում են հրամանին, փակում են։ Ռուսաստանի արևմուտքից Ուկրաինայով են փակում, Մոլդովայով են փակում, այնտեղ Լեհաստանը նստած վերևես բարձրացնում, հյուսիսում չի աշխատում, այդ 3 պրիբալտիկաները չի, ոչ մի բան չեն կարող անեն։ 3 չիվավայ է նստած։ Իսկ քեզ պետք է գամփր, քեզ նացիստի ավճարկ եկա պետք։ Դու չես կարող այնտեղ զորք լցնես։ Ինչ առիթ պետք է ստեղծես, որ արդարացված լինի այնտեղ զորքեր բերել լցնելը։ Ու եթե դու հա-հի-հի ես անում, որ եվրոպական երկրները էսի 15 հատ ուղարկեց, 20 հատ ուղարկեց եւ այլն, դու մի մոռացի, ինչից էր բաղկացած Հիտլերի նացիստական բանակը, որ ազգից քանի զինվորներ, այն բանից հետո, երբ որ Հիտլերը գրավեց հերթով նրանց բոլոր երկրները ու այնպես չի, որ իրանք դեմ էին։ Դեմ եղել են Սերբիան եւ Հունաստանը ու կոտորվել են։ Իսկ մնացած երկրներում ձախակողմյան ուժերը պարտիզանական պայքարներ են մղել։ Ամբողջ էլիտան եղել է Հիտլերի կողմից։ Այս նույն օրինաչափությունը կրկնվելու է այստեղ։ Այսինքն գալու է այս զորքը լցվի, իրանք չեն համաձայնվելու ոչ մի թեմայի շուրջ, գալու է ամերիկյան զորքը լցվի։ Դու փակելու ես Ռուսաստանի ամբողջ հյուսիսը։ Լենինգրադի բլոկադան ինչ որ բան հիշացնում է։ Կամ ինչի էր Հիտլերին կարևոր Լենինգրադը բլոկադայի ենթարկել, որպեսզի ԽՍՀՄ-ի ջարդի, ռուսին ջարդի։ Նույն տակտիկան է։ Խոսույթն է մի քիչ տարբեր ձևով ներկայացվում։ Այնպես որ ես այստեղ ոչ մի
Չեմ տեսնում այդպիսի բան, որ Եվրոպան прямо տենց ինչ-որ տենց Ֆրանսիայի բանակը կրակը բացելու ամերիկյան բանակի դեմ։ Չէ, ես այստեղ կարող եմ մի քիչ ավելի շատ հույս ունենամ այն առումով, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող ներքին պարակտումները, որ թե ԱՄՆ-ում եւ թե Եվրոպայում ազգերը, էթնոսները կունենան այնքան ուրեմն վճռականություն դեմ գնալու իրենց պատերազմի քշելու այս ոչխարական քաղաքականությանը, որը կապ չունի ցենտրիստականը, աչակողմյանը, մի քիչ այտենց ցենտրիստը աչակողմյան, ցենտրիստականը թե ձախակողմյանը, թե դեպի ցենտրիստական հակվող աչակողմյան ուժը ներկայումս իշխանության։ Տրամպը հայտարարել է, որ ով որ իր հետ չհամագործակցի, ինքը այնպես անելու, որ ծայրահեղ աչակողմյանները գան իշխանության։ Այսինքն իրան պետք է իր հետ համագործակցող իշխանություններ, նույնը ինքը անում է Լատինական Ամերիկայում։ Ինչպես որ անում էր Հիտլերը, այսինքն անգամ եթե ՆԱՏՕ-ն փլուզվում է, դա փլուզվում է, որովհետև հայաթում թազան նայող է եկել, նովը պախանը օրենք է փոխում։ Իսկ եթե ինչ որտեղ ՆԱՏՕ-ի կանոնակարգով կար թափանցիկություն, կար ընթեռնելիություն, կա ինչ որ վերահսկողության աուդիտի միջոցներ, կան ինչ որ այսպես դակլադներ, որ պետքա գրվի, որ մնացած աշխարհն էլ պետքա կարդա, ՆԱՏՕ-ն ջնջելով, նես չի որ դա մի հատ ուրիշ բանով չի փոխարինվելու։ Կամ այդ ինչով որ փոխարինվելու է, դա լինելու է պրոռուսական պուպուշ-թութուշ ինչ-որ մի բան, կամ այտենց թուլացած ընկնելու է, լեշի պես Եվրոպան, ոնց որ սիրում են ռուսական պրոպագանդիստական ալիքներում ներկայացնել, դուք էլ այտենց մտածելու եք, որ մենք ռուսական մեծահոգությունից ելնելով, այս եվրոպական լեշը փրթիկ չենք անի։ Եկեք պրոստը խղճանք, օգնենք իրենք վերականգնվեն։ Դա չի լինելու։ Այլ մեկ կենտրոն ԱՄՆ-ով ուղղորդված, Իսրայելով ուղղորդված, եւ մենք տեսնում ենք առանձին այդ երկրների համաձայնագրերը ռազմական համագործակցության ռազմավարական բնույթի Իսրայելի հետ, ինչպիսին օրինակ կանցլերն է Գերմանիայի հաստատել Իրանում կատարվող այս process-ների ընթացքում Իսրայելի հետ, իրենց պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության ռազմավարական համագործակցության դրույթները խնդրում եմ ծանոթանաք ու տեսնեք։ Իրենք պետք է հարձակվեն Ռուսաստանի վրա եւ պետք է հարձակվեն Իրանի վրա, ոչ միայն դոլարի գլոբալ դոմինանտությունը ապավելու համար, ապա այլ նաեւ այդ դոլարի գլոբալ մոնոպետությունը, այսպես ասած, միակենտրոն ուժը ստեղծում են, որպեսզի գա հասնի այն ինչ որ իսլամական եւ քրիստոնեական էսխատոլոգիայում կոչվում է անտիխրիստի ժամանակաշրջան, որպեսզի նա գա իր գահին կանգնի Երուսաղեմում։ Դրա համար ինքը ի սկզբանե բոլոր մարգարեություններում կաթոլիցիզմի լինի, իսլամի լինի, ուղղափառության մեջ լինի։ Ասվածը, որ պետքա արևելյան քրիստոնեությանը, ուղղափառությանը վերջ տալ։ Նախ պետքա դա կոտորել։ Ու անընդհատ կոտորում են։ Բոլոր նրանք ովքեր իմպոստերի, բայց դու քեզ ռուսին աջակցում, որտեվ ես ձեր նման իմ իմացած ընկալած ռուսը նույնը չի ինչ որ ձերը։ Ձեր ընկալած ռուսը գալիս է արևմտյան պրոպագանդիստական որակավորումներով։ Իմը գալիս է Դոստոևսկիից, գալիս է Պուշկինից, իմ ուրիշ տեղից է գալիս, Բյուզանդիայից է գալիս։ Գալիս է Իվան Գրոզնիից։ Իվան Գրոզնիի ծնողներից է գալիս։ Ու մեր պատմությունները իրար հետ կապված է, որովհետև մեր ճակատագրերը իրար հետ կապված են։ Ու իրար վրից թռնել չի ստացվելու։ Ինչքան շատ իրար վրից թռնենք, այնքան կոտորվելու ենք։ Գրենլանդիայի պահով ես այս գնահատականն եմ տալիս, ՆԱՏՕ-ի վերացման առումով այդ իմ սեփականությունն է, ԱՄՆ-ը եւ Իսրայելը առանձին այդ երկրների հետ, ինչպես որ Հիտլերը առանձին իր գրաված երկրների հետ ձեռքեր բերում այլ որակի համաձայնագրեր, ռազմական պաշտպանության այլ որակի պայմանագրեր, որոնք զարկ էին տալիս ամբողջ արդյունաբերության ռազմականացմանը, որը պետք է ծառայեր Երրորդ Ռեյխին, պետք է իրենց զենք տրամադրեր, իրենց սնունդ պետք է համազգեստներ եւ այլն պետք է տրամադրեր։ Եվ դրանով է նաեւ պայմանավորված այն համաձայնագիրը, որով հիմա գյուղատնտեսական ապրանքների էժան
Իմպորտ ինչպես է, կներեք իմպորտ բառը մոռացա, ներկրում է նախատեսվում Մերկոսուր համաձայնագրով Եվրոմիության եւ Լատինական ամերիկյան երկրների միջև, պարտադրվում է դա Եվրոմիության անդամ երկրների վրա, Ֆրանսիայում ցուցարարները ցույց են անում, Գերմանիայում ցույց են անում, Հունաստանի խամաճիկ ներկայիս վարչապետը ստորագրել է արդեն, բայց ֆերմերները ցույց են անում, գիտեք ոնց որ ինչ լինի, ոնց որ այդ ռազմական ինդուստրիալիզացիայի հետո արհեստական բանականության ներդրմամբ, Starlink-ի ներդրմամբ մեկ այլ որակի եւ պատերազմի մեջ գտնվող մեծ հանրության համար, որին պետքա քշեն պատերազմի, այդ հանրությանը ինչ որ տեղից պետքա էժան սնունդ գա։ Այդ դրա հողն են նախապատրաստում, սպանելով եվրոպական գյուղատնտեսությունը, որը ունիկալ եվրոպական մշակույթի, արևմտյան մշակութային համակարգի շատ արժեքավոր տարր է, մի ամբողջ կուլտուրա է, բավականին հին ցիվիլիզացիոն տար հանդիսացող, որին պատրաստ են իրանք մորթել, դա ուրեմն փոխարինել մեկ այլ ապրանքատեսակներով, ավելի էժան եւ այլն, որ այդ հասարակությանը քշեն պատերազմ Ռուսաստանի դեմ։ Իրենք իրենց պլանը այսպես գծած կետարկետ իրականացնում են։ Եվ Տրամպի վեճը Եվրոպայի հետ կամ բան, во-первых, հետի Տրամպից չի կախված, во-вторых, իր հետ վիճողներից էլ չի կախված։ Խորքային պետությունները այս դրաման Տրամպը չի խոսում Նետանյահու հետ, հեռախոսազանգին չի պատասխանում, հա հի անում եւ այլն։ Մի կողմ դրեք, երկու շաբաթից արդեն հանդիպում է լինելու Մարկո Ռուբիոնի մի շարք երկրների, որոնք համարվում են գործընկեր պետություններ, այդ տարբեր երկրների հումքերի, ընդերքների իրացման առումով ինչ խոսակցություններ են տեղի ունենալու, նաև տարիֆային իբրև թե խոսակցություններ, իբրև թե վեճեր եւ այլն, ոնց ասեմ, սատանան եկել է, ասում է մինչեւ հիմա թողել է, որ տենց երևա որ յանիմ դուք եք այս ամեն ինչի տերը, դուք ինչ որ դեմոկրատիա ունեք, ինչ որ տենց օգտվում եք այս իրավունքներից։ Հիմա որ պետքա последняя самая главная битва, ես պետքա տամ այդ կռիվը, այսօր պետք է իմ կոնտրոլի տակ լինի ու իմը պետքա լինի։ Ես պետք է ասեմ, որտեղից ինչ ռեսուրս, որտեղ օգտագործվի, ոնց օգտագործվի։ Ու Եվրոպան ձևականորեն է ինչ որ այսպես վեճ ցույց տալու։ Կրկնում եմ, միակ հույսս այն է, որ այս երկրներում հասարակությունները ինչ որ գնան մեծ պայքարի, ինչպես որ տեղի ունենում ԱՄՆ-ում, չեմ ասում քաղաքացիական պատերազմ, բայց թույլ չտան, որ այս պլանը իրականանա, բայց ես ինչ որ դրա նախանշանները չեմ տեսնում։ Ես բավականին մութ երևույթների նախանշաններ եմ տեսնում, որովհետև ես տեսնում եմ ինչպիսի հմտությամբ են իրանք այս թատրոնը խաղում ու ինչպես է դա, ասենք, ոնց է լցվում թեկուզ ռուսական փորձագիտական շրջանակների ականջներ։ Դուք ոնց կարաք Տրամփ սիրեք ու համարեք, որ Ֆրանսիան ԱՄՆ, Ֆրանսիան Մեծ Բրիտանիան ԱՄՆ իրար հակնում են, չգիտեմ, դրանից ձեր համար է լավ ելնելու։ Իրանք իրանց ոնց որ մարդու կնիկ իրար հետ կռվում են, այդ ձեր հետ կապ չունի, որ մարդը կնգան տփում, հա։ Այդ ձեներից ոնց որ մի հատ հարևան ոստիկան է կանչում, այդ ոստիկանը որ գալիս է այդ մարդուն բռնի, կնիկը ասում է, «Խես մարդուս կպնում, մարդուս մի տարիս առած մարդուս չեմ կարող ապրեմ» եւ այլն եւ այլն։ Կոպիտ տես ներկայացնեմ, էլի։ Տրամփը Եվրոպայի սիրած մարդն է։ Իրան դուր է գալի, որ այդ երկիրը իրան ծեծի, որովհետև իր սաղ էլիտան, այդ մասոնական, այդ սաղ օթյակների, այդ սատանիստական, դղ ինչ ուզում եք, ինչ բառ ուզում եք դրեք, ընդեղ իլումինատի, չգիտեմ այս ինչը, այն ինչը, the Rothschilds, the bla bla bla, դրանք սաղ, այտենց մեկ ստեղծագործություն են, մենք սիրում ենք, այտենց մենք մտածենք, որ մենք եսի ինչ քաղաքակրթություն ենք, որը այտենց անկախ մտքի թրիչկային աճ արձանագրել իրան էլ ոչ աստվածը հետաքրքիր, էլ ոչ չարնա հետա, ոչ մի բան իրան ինքը սաղ գիտի ու սաղ իրա ձեռնա, ինքը իրա դեմոկրատիայի ինչ որ պատկերացրած մոդելով ինչ որ հարցերը, ինքն իրանով մենակով լուծում են, որ լուրջ մի հատ մակի վիճակը նայի ու հասկացի, որ այդ մակը այն հայլին է, որի մեջ նայում է աշխարհը։ Ոչ մի բանն է քո ձեռը չի։ Ու այս երևույթը գնալով ավելի խորքային բնույթ է ստանում ու ես հույս ունեմ, որ Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում, Չինաստանում որոշակի ուրեմն այս խորքային էլեմենտները շատ լավ էլ հասկանում են, ընկալում են եւ այդ շերտը, այդ հասկացող շերտն է, որ կանխորոշում է հաջորդ իրենց հակազդեցուցիչ քայլերը եւ մի տեսակ այս process-ում պետքա մի քիչ հավատքի ուժը գնալով ավելի զորանա, ավելի մենք կարողանանք հասկանանք, ավելի ընդհանուր լեզու կարողանանք իրար հետ գտնել, որովհետեւ այս պարակտումները, այս խոսույթները մեկը մյուսի դեմ, ազգերը ազգերի դեմ, ինչ որ sense չի բռնում։
չարը բարուդեմ պայքար է գնում եւ այդ չարը պետք է գա Երուսաղեմում տաճար դնի, այնտեղ նստի, այնտեղ պետք է իշխի ու դա իրանց համար դա կատարողների համար այդ որ ասում եք զարմանում եք խի Տրամպը sense խոսում չէ նշանակում է ինչ շատ կարևոր է ասում ում անվան վրա է Գրենլանդիան եւ պատկերացնում եք եթե այնտեղից ամերիկյան զորքը ինչ որ բան է անում ու խփում են Ռուսաստանին բրիտանացիների հետ միասին բոլորով միասին ու Ամերիկայի սեփականության տակ է այսինքն դրանով ինքը նաև հարվածից հակազդող հարվածից դուրս է բերում այդ սկանդինավական երկրներից Ռուսաստանը որ հարվածի ում է հարվածելու ոչ Նորվեգիային ոչ Գերմանիային ասում արի ինձ խփի եթե ուզում ես ես նման հետաքրքիր ուրեմն նշաններ եմ տեսնում մեր առումով գրել եմ ասել եմ Հական Ֆիդանը երբ որ ասում եմ մենք ընտրություններում սատարում ենք սրան դա այդ Իսրայել Մեծ Բրիտանիա ԱՄՆ այդ OPG-ի շահի կամակատարն է ինքն էլ որովհետև իր ձեռը ճարելներ ինքն էլ մի ձևի այդտեղից կթռներ բայց չի կարա թռնի սա ուղղակի մեր չնդիմությանը ասեմ երբ որ նա դա ասում է եւ երբ որ Եվրոմիությունը տալիս է այդքան փող եւ ԱՄՆ տալիս է ամեն տեսակ աջակցություն եւ ունենք այնպիսի Տրամփ, որը ամեն երկրում ուզում է իմենը լինի առաջնորդ, որի հետ ինքը անձամբ ինչ որ կապի մեջ է, այսինքն նույն թայֆից, նույն օթյակից պետք է լինեն։ Դուք ամենավերջին հավն եք, եթե մտածում եք, որ դա իսկական ընտրություններ է, կամ որ դուք հաղթելու եք, անգամ եթե ժողովուրդը ձեզ ձայն տա։ Մոլդովայում, Ռումինիայում ժողովուրդը ձայն է տվել ձեզ հոմանիշ ուժերին։ Երկու երկրներում էլ այդ ուժերը օրինաբար հաղթած լինելով ընտրությունները գտնվում են բանտում երկրում իշխանությանը այն ուժը, որը ծառայում է այդ նշածս օթյակներին։ Ու կեղեքում է տվյալ ազգերին, տվյալ ժողովրդին եւ տվյալ երկրի տարածքը։ Իսկ մենք քրիստոնյա ենք եւ դրանով նաեւ բացատրված է իրանց հարձակումը մեր եկեղեցու վրա։ Մենք որպես քրիստոնյա ազգ պարտավոր ենք, ուղղակի պարտավորված ենք պաշտպանել մեր երկիրը եւ այդ խաղը հաղթել ոչ թե այլ խաղի կանոններով խաղալով, այլ չխաղալով այդ խաղի կանոններով, այլ գծելով այլ որակի ռազմավարություն։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կարողանանք համախմբված աշխատել եւ իմպիչմենտ եւ փողոցային պայքարի միջոցով հաղթել այս չարին։ Սա էր այսօրվա վերլուծությունս, շատ շնորհակալ եմ։ Հաջողություն։